Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինձ հետաքրքիր է հետևյալ հարցը, ինչ ընթացակարգով եք դուք կատարում թեկնածուների ընտրությունը, եթե ես չեմ սխալվում, Արմեն Սարգսյանի ժամանակ ինչ-որ մի մրցութային ձևաչափ էր ընտրված, հիմա կա այդպիսի բան, չկա, իհարկե սա այն դեպքերից է, երբ որ պարոն Վարդանյանի թեկնածությունը նաև մրցույթով էլ հաստատապես անցնել, բայց ինձ հետաքրքրում է հենց այս հարցը, ինչպես է թեկնածուների ընտրությունը, ոչ միայն այս հարցով, նաև այլ հարցերով նախագահի աշխատակազմը կազմակերպել։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման լիազորությունը նախագահի սահմանադրական լիազորություններից է, որի համար որպես այդպիսին սահմանված ընթացակարգ ընտրության, թեկնածուի ընտրության սահմանված չէ։ Միգուցե նախորդ տարիներին նախագահների կողմից թեկնածություն ներկայացնելու համար որևէ աշխատանքային խումբ, եթե չեմ սխալվում, ձևավորվել է եւ ում միջոցով ընտրությունը կատարվել թեկնածուի։ Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանի համար սա երկրորդ թեկնածությունն է արդեն Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնելու։ Առաջինը ներկայացվել է 2022 թվականին եւ դրա համար ուզում ձեզ տեղեկացնել, որ աշխատակազմը բավարար կարողություններ ունի եւ մասնավորապես կանոնադրական լիազորությունների իմաստով աշխատակազմում բոլոր նախագահի համար նախատեսված սահմանադրական լիազորությունների իրականացման համար ռեսուրսներ եւ ծառայություններ կան, այսինքն բոլոր այն խնդիրները, որոնք առաջ են գալիս նախագահի գործունեության կազմակերպման հարցում, հասցեագրված են եւ այս առումով համապատասխան թեկնածություններ ներկայացվել են նախագահին մի քանի, ես գիտեմ, որ նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր թեկնածուների հետ եւ պարոն Վարդանյանի թեկնածության ընտրությունը մանրամասներին չգիտեմ, բայց կարող եմ ես որպես աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող այլևս 4 եւ ավել տարիներ ասել, որ գոնե մեր ազգային ժողովի հետ հարաբերություններում ամեն ինչ աշխատանքային եւ որակապես բարձր մակարդակի վրա է եղել։ Որտեղ խոսքը գնում է ուղղակի մասնագիտական քննարկումներին ու դրանց առաջ մղմանը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ես հասկանում եմ, որ սահմանադրական լիազորությունն է եւ հայեցողական լիազորությունն է, բայց նաեւ նախագահի սահմանադրական կարգավիճակը որպես համահայկական, համազգային, գործառույթներ իրականացնող անձ ու նաև կադրային քաղաքականության մեջ լիազորություններ ունեցող անձ ենթադրում է որոշակի հրապարակային այնպիսի գործունեություն, որոնք չափանիշները հայտնի կլինեն նաև հանրությանը եւ գուցե նորից եմ կրկնում, ոչ այս դեպքի համար եմ ասում, առհասարակ եմ ասում, օգտվելով այդ առիթից։ Գուցե հանրության մեջ կան նաև շատ այլ մասնագետներ, որոնք ցանկություն ունենան դիմելու եւ այդ մրցույթի պայմանները կամ ընտրության պայմանները հասու լինեն բոլորին, ամենայն դեպս այն շրջանակներին, որոնք որ ի վիճակի են եւ տեսնում են իրենց այն լիազորությունների իրականացման գործում, որտեղ առաջադրման իրավունքը նախագահին է։ Պարոն Մինասյան, այո, կլինեն հաստատ շատ մարդիկ, ովքեր որ իրենց կտեսնեն այդ պաշտոնում, բայց սահմանադիրը եւ օրենսդիրը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար թեկնածուների հստակ սահմանել է չափորոշիչներ, ինչի պահպանմամբ նաեւ այս բարձր ամբիոնից ընթացակարգի մանրամասների վերաբերյալ հնչեցնելով, ի նկատի ունեմ հանրապետության նախագահի տարբեր թեկնածուներ քննարկելու գործընթացների մասին հնչեցնելով, ուզում եմ հավաստիացնել, որ ընտրությունը կատարված է նախագահի սահմանադրական իրավական կարգավիճակից բխող լիազորությունների իրականացման կարգերին համապատասխան։ Շնորհակալություն։